Նստեք ինձ։ Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Ես նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել հրավերին արձագանքելու եւ այս քննարկումներին մասնակցելու համար։ Նախ սկսելով իրական Հայաստանի գաղափարախոսությունից ուզում եմ պարզաբանել, թե ինչու եւ ինչպես է այն ծագել այդ նախագիծը եւ ինչ նպատակով պիտի խոստովանեմ, որ այս խոսույցը ծագել է բանի արդյունքում, որ ես ինքս լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետ ինքս ինձ հարց եմ տվել, թե ինչն է պատճառը, որ մենք մեզ համար ցանկալի արդյունավետությամբ չենք կարողանում հասցեագրել այն հարցերը, որոնք հուզում են մեզ որպես քաղաքացի եւ որ հարցերն են, որ մեզ հուզում են որպես քաղաքացի եւ որ հարցերը մեզ պետք է հուզեն որպես քաղաքացի, ինչու են այս հարցերը հուզում մեզ որպես քաղաքացի եւ արդյոք այդ հարցերն են մեզ հուզում որպես քաղաքացի։ Իհարկե, այս հարցերը, այս մտածումները իրենք բազում շերտեր են բացահայտել ինձ համար, բայց այդտեղ հանգել եմ նաև մի գաղափարախոսական շերտի եւ այդ գաղափարախոսական շերտի մասին է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը ըստ էության հիմնված է այս առաջին պատկերի վրա։ Թվում է, թե ինչ գաղափարախոսական բովանդակություն կարող է արտահայտել այս պատկերը, որտեղ Հայաստանի Հանրապետության քարտեզն է նշագրված միջազգայինորեն ճանաչված տարածքով կամ որը արտահայտված է խորհրդային Հայաստանի տարածքի ճշգրիտ չափով։ Իսկ գաղափարախոսական շերտը հետևյալն է, որ այս պատկերը հետևյալ քաղաքական բովանդակության մասին է, որ հայ ժողովուրդը պետք է դադարեցնի ավետյաց երկրի իր փնտրտուքը, որովհետև հայ ժողովուրդը գտել է իր ավետյաց երկիրը եւ այդ ավետյաց երկիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Այսինքն սա շատ ֆունդամենտալ արձանագրում է մեր սոցիալ-հոգեբանության համար, ընդ որում պիտի արձանագրեմ, որ կանխավարկածը այն է, որ ավետյաց երկրի այդ փնտրտուքը ավել կամ պակաս չափով մեր սոցիալ-հոգեբանության մեջ է։ Այսինքն ես այստեղ ինչի մասին խոսեմ, այդ գաղափարական շերտի մասին, դա նշանակում է, որ մեր իրականության մեջ չկա մի մարդ, որին դա այս կամ այն չափով չի վերաբերվում։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս եւ ընդհանուր առմամբ մեր հանրությանը չի վերաբերվում եւ հետեւաբար երբ որ ես ասում եմ, որ մենք հայ ժողովուրդը, մենք բոլորս պետք է դադարեցնենք մեր ավետյաց երկրի փնտրտուքը, այն հիմնավորման, որ մենք գտել ենք մեր ավետյաց երկիրը եւ այդ ավետյաց երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, եթե որևէ մեկը, եթե հետագայում հարց կհնչի, իսկ որտեղից այդ եզրակացությունը, որտեղից է հետեւության հանգը, որ ընդհանրապես տենց փնտրտուք մեր իրականության մեջ կա։ Ես դրան առանձին կանդրադառնամ, բայց ըստ էության հաջորդ մեր պատկերը նույնպես դրա մասին է, կամ ավելի մանրամասնում է այդ գաղափարը, որը փորձ է կամ կոչ է կամ անհրաժեշտության գիտակցում է հայրենիք եւ պետություն հասկացությունները նույնացնելու, նույնականացնելու։ Եվ սա թերևս էլի սոցիալ-հոգեբանական այն խնդրի արտահայտությունն է, որ մենք մեր պատմության ընթացքում, ընդ որում պատմություն ասելիս ես խնդրում եմ մենք անպայման չի, որ պատմություն ասելիս գնանք հետ 4-րդ դար, 5-րդ դար, մեր թվարկությունից առաջ 14-րդ դար, 15-րդ դար, 5 տարի առաջն էլ է պատմություն, 10 տարի առաջն էլ է պատմություն, 20 տարի առաջն էլ է պատմություն, ընդ որում մի պատմություն, որի մասին ավելի մեծ հավաստիությամբ մենք կարող ենք խոսել, եւ ըստ էության խնդիրը հետեւյալն է, որ մեր սոցիալ հոգեբանության մեջ միշտ չէ եւ ամեն տեղ չի առնվազն
որ երբ որ մենք ասել ենք հայրենիք, հասկացել ենք պետություն, կամ երբ որ ասել ենք պետություն, հասկացել ենք հայրենիք, եւ դրա թերևս պատճառներից մեկն այն է, որ մեր պատմության առնվազն 15-րդ դարից սկսած հայրենիքը եւ պետությունը երբեք նույնական չեն եղել, եւ հայրենիքի եւ պետության տարբերակվածությունը չէր կարող ուղղակի չազդել մեր սոցիալ հոգեբանության եւ ենթագիտակցության վրա։ Ասենք պատկերացրեք, մենք ապրում ենք մեր հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք ապրում ենք ուրիշ պետության մեջ։ Ասենք սա շատ նուրբ իրավիճակ է։ Մենք ապրում ենք մեր հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք ապրում ենք ուրիշ պետության մեջ։ Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, մեր հայրենիքում, բայց մենք մեր կյանքի կանոնները մշակողը եւ ներդրողը չենք։ Մենք ապրում ենք մեր հայրենիքում եւ մենք մեր ճակատագիրը որոշողը չենք։ Մենք ընդհանրապես ոչ մի բան որոշող չենք։ Եվ այդ որոշողը իսկ ով է որոշողը։ Որոշողը պետությունն է իր բաներով, իր մեխանիզմներով։ Այն պետությունը, որը փակել է հայկական դպրոցները, այն պետությունը, որը գաղթ է կազմակերպել, այն պետությունը, որը կոտորածներ է կազմակերպել, այսինքն այս պետությունը, որ անընդհատ մեր հայրենիքում, պետությունը, որի քաղաքացին ենք եղել մենք, այս շատ կարևոր հանգամանք է, որի քաղաքացին, դե այն ժամանակ քաղաքացի, չգիտեմ, պետք է ուսումնասիրել քաղաքացի բառը որ պահից հպատակ, այսինքն այն ժամանակ քաղաքացի մենք եղել ենք այդ պետության հպատակը։ Հիմա եկել ենք եւ հայտնվել ենք մի իրադրության մեջ, երբ համընկել է եւ մեր հայրենիքը եւ մեր պետությունը։ Ու սա պետք է որ մենք չենք գնահատել, չենք վերլուծել, սա պետք է որ շոկ եղած լինի մեզ համար, մշակութային շոկ եւ այլն, եւ մենք ենթագիտակցորեն, գուցե ենթագիտակցորեն բան ենք արել, ասել ենք ես նորմալ չի, որ մեր հայրենիքը եւ մեր պետությունը նույնն է, պետք է նույնը չլինի, հետեւաբար եթե այստեղ հայրենիք է, այստեղ պետություն է, ուրեմն հայրենիքը ուրիշ տեղ պետք է լինի։ Որտեղ է ուրեմն մեր հայրենիք, մեր պետությունը, մեր հայրենիքը պետություն չի լինում, պետությունը մեր հայրենիքը չի լինում, հետեւաբար եկեք փնտրել հայրենիք։ Էլ եմ ասում, սա ես խոսում եմ ենթագիտակցության մասին։ Ենթագիտակցության մասին, որը մեզնից, ինձնից սկսած, ձեզնով, որովհետև ոչ մեկս եկեք մեզ չգերագնահատենք։ Մենք մի օրգանիզմի մաս ենք։ Մենք նույն օրգանիզմի մաս ենք, որը ունի նույն սոցիալ հոգեբանություն։ Այսինքն մենք անհատապես տարբեր մարդիկ ենք, տարբեր մտածողություն ունենք, տարբեր սովորույթներ ունենք, տարբեր ընտանիքներից ենք, բայց մի բան կա, որ մենք բոլորիս համար ընդհանուր է, հակառակ դեպքում մենք ինչի ենք, նույն ազգի, նույն ժողովրդի ներկայացություն։ Ուրեմն ինչ որ մի ընդհանրություն կա։ Եվ ահա հաջորդ գաղափարական թեզը հետևյալն է, որ մենք այդ կանգառը պետք է արտահայտվի այդտեղ։ Սա կանգառի մասին է, երբ որ եկար եւ հայրենիքդ եւ պետությունդ լիարժեքորեն նույնական է եւ սա նույնպես կարեւոր գաղափարական արձանագրում է, ինչի է սա կարեւոր։ Այդ փնտրտուքը դադարեցնելու համար։ Որովհետեւ մենք բան ենք, չէ, շատ խոսում ենք նաեւ դրա մասին, ասում ենք մեր բնորոշիչներից մեկը, որ մենք մեր մասին խոսում ենք, մեր գրականության մեջ գաղթականի հոգեբանություն, գաղթի հոգեբանություն, իհարկե այդ գաղթը էլի եմ ասում, այսօր շատ ենք խոսել, մեր իրականության մեջ շատ է խոսել գաղթի պատճառների մասին, թե ինչ անարդարությունների, ինչ ապօրինությունների արդյունքում է, բայց այսօրվա թեման դա չի, դա մեր իրականության մեջ բազմիցս քննարկված, վերլուծված, շերտավորված թեմա է։ Այսօր մեր խնդիրը ուրիշ բան է։ Գաղթը ըստ էության այդ ինչ դեգերող, այդ ըստ էության փնտրտուքի ֆիզիկական վիճակն, այսինքն դու անընդհատ ինչ-որ բան ես փնտրում, անընդհատ ինչ-որ բան ես փնտրում։ Եվ այս կարգախոսը հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ։ Ստեղ մի հատ ուրիշ շերտ էլ կա, որը վերաբերվում է հայրենասիրությանը։
որովհետև շատ կարևոր է հայրենասիրության մեր ընկալումը, իսկ ինչա պետք է անել, ինչա հայրենասիրության իրական կամ գործնական արտահայտությունը, ինչա եւ ինչով պետք է արտահայտվի, ընդ որում պարտադիր չի, որ այստեղ նորություններ ասված լինեն, բայց շատ կարևոր է նույնիսկ բոլորին հայտնի ճշմարտությունը ձևակերպել, որ ինքը արձանագրվի որպես տեքստ, որպես իրողություն, փոխանցելի, ստուգելի, ստույգ ինչ որ մի արժեք։ Եվ մեր հաջորդ թեզը, որը էականորեն բնորոշում է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դու ես Հայաստանի Հանրապետությունը։ Ինչու, ինչի է կարևոր այս թեզը։ Իմ նախորդ ասացի պատճառով, որովհետև նախկինում չի եղել ոչ մի անգամ, որ պետությունը դու լինես։ Այսինքն մենք ընդ որում նաև պետական կարգի տրամաբանությամբ այն միապետությունների շրջանում պետությունը միապետն էր։ Բայց մենք քանի որ այդ տրամաբանությունը, ասենք 15-րդ դարից հետո առնվազն չենք ունեցել, մեզ համար այս համատեքստում էական չի, միապետը չէր, կարևորն է նա, որ մենք չէինք, ով էր էական չի, բայց մենք չէինք, պետությունը մենք չէինք, պետությունը ինչ որ ուրիշ մեկն էր, միտեղ միապետներ, միտեղ ուրիշ մեկներ, միտեղ ուրիշ կարգ էր, բայց այնուամենայնիվ մենք չէինք պետությունը։ Եվ այս թեզը նախորդ թեզերի շարքում մեզ մեր պետության հետ ներդաշնակեցնելու փորձը, որ ինչ որ մենք տեսնում ենք, նույնականացնենք մեզ հետ։ Հայաստանի կառավարության շենքը, չէ, դուք հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, չգիտեմ ձեզնից ով առաջին անգամ կառավարության շենքում, ով առաջին անգամ չի կառավարության շենքում, բայց խնդիրն է նա, որ պետությունը, պետական կարգը եւ իրավակարգը շատ կարևոր է, որ ամեն քաղաքացի նույնականացնի իր հետ։ Այսինքն էլի այն կանոնները, որոնք նախկինում բաները, շահերը, սուլթանները, բաները, ցարերն էին մեզ համար սահմանում, որով մենք պետք է ապրենք, շատ կարևոր է գալ այն սոցիալ հոգեբանական վիճակին, որ մենք ենք, այսինքն քաղաքացիներն են ապրելու կանոնները սահմանում։ Եվ այս առումով եւ այս պատճառով է նաեւ, որ ես շատ կարևորում եմ Հայաստանի Հանրապետությունում նոր սահմանադրության ընդունումը։ Իհարկե այդ հարցը լրիվ ուրիշ կապված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ լրիվ ուրիշ կոնտեքստ է ստացել, լրիվ ուրիշ համատեքստ է ստացել, բայց այն թեման, որի մասին ես խոսում եմ, նոր սահմանադրության, դա կապ ունի իրական Հայաստանի այս գաղափարախոսության հետ, որովհետև խնդիրը նույնականացնելն է պետությունը հայրենիքի հետ, քաղաքացուն հայրենիքի եւ պետության հետ, բայց առանց հաջորդ գործողության կիսատ կլինի այս process-ը։ Իսկ ո՞րն է այդ գործողությունը, երկրում հաստատված իրավակարգը նույնականացնել քաղաքացու հետ կամ երկրում հաստատված իրավակարգի աղբյուր լինելու ընկալումը արմատացնել քաղաքացու մեջ։ Ես շատ եմ մտածել, երբեմն ընդ որում ես համոզված եմ, որ այդ խոսակցությունը ամենատարբեր առիթներով լսած կլինեք, ես հիշում եմ վարչապետ լինելուց առաջ էլ, շատ առաջ էլ, որ ընդհանուր խոսվում է դե մեր ժողովուրդը օրենք սիրող ժողովուրդ չի։ Ես օրինակ, որ ինքս ինձ հարց եմ տալիս, ասում եմ, լավ, ինչի այդ ընկալումը ինչից է, ու իմ առաջարկած վարկածներից մեկը կապվում է սահմանադրության հետ։ Ես ասում եմ, ի վերջո, երկրում օրենքները բխում են սահմանադրությունից։ Այսինքն սահմանադրությունն է օրենքների եւ իրավակարգի աղբյուրը։ Սահմանադրությունը սկզբունքորեն պետք է ընդունված լինի քաղաքացիների կողմից։ Բայց խնդիրն է, որ երրորդ հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր սահմանադրական հանրաքվեները իրենք հանրության շրջանում շատ լուրջ եւ շատ խորը կասկածներ են առաջացրել, թե ինչքանով է քաղաքացին քվեարկել այդ սահմանադրական տեքստի օգտին։
Ես դες ասեմ, ես լուսաբանել եմ 95 որպես լրագրող 95 թվականի սահմանադրական հարակվեն, հետո 2005 թվականի սահմանադրական, դե ժամանակ չանցա։ Բայց ստեղ կարա հարցակյալ ինչ կապ ունի քվեարկելա թե չի քվեարկել։ Ես դա անընդհատ շատ մի պարզ, այսինքն սահմանադրությունն է, էլի ինչ տարբերություն է քան են քվեարկել թե այնքան, դա իրական տեն չի, որովհետև օրինակ հիմա մենք խորհրդարանական ընտրություններում 2021 թվականի ստացանք քաղաքացիների շուրջ 53% ձայնը, դե ստացած լինենք 38, ասենք, դե ինչ տարբերություն, որ դե 38 կամ 45-ը, ինչ տարբերություն։ Բայց մենք հետահայաց գնում ենք այս մոտեցումից մենք խնդիրներ ենք ունեցել, բայց սահմանադրության դեպքում դա ավելի լուրջ է, որովհետև ես միշտ այդ սահմանադրական բովանդակության, այսինքն սահմանադրությունը գրում են մարդիկ իհարկե խորհրդակցելով եւ այլն, բայց ինքը պետքա ծնվի, ինքը պետքա կենթանություն ստանա, ինքը պետքա սկսի ապրել։ Իմ ընկալման որ պահին է սկսում ապրել։ Ինքը ապրում է այն պահին, երբ որ քաղաքացիների մեծամասնությունը իր քվեարկությամբ ասում է ապրի, կյանք է տալիս այդ սահմանադրությանը։ Եվ ես դա պատկերավոր ներկայացնում եմ կամ պատկերացնում եմ որպես քաղաքացիների կողմից իրար միջև ձեռքսեղմում, որ մենք պայմանավորվում ենք, որ իրար հետ այս կանոններով ենք ապրելու, որովհետև սահմանադրությունը ինչ է իրենից ներկայացնում, սահմանադրությունը ներկայացնում է երկրի ներսում քաղաքացիների իրար հետ հարաբերվելու կանոնները, քաղաքացիների եւ պետության հարաբերությունների կանոնները, պետական մարմինների հարաբերությունների կանոնները։ Այսինքն տվյալ դեպքում սահմանադիրը, կերտողը ժողովուրդն է եւ հենց սրանով են պայմանավորվում պետությունը դու ես Հայաստանի Հանրապետությունը հարստացիր եւ հարստացրու։ Ինչի մասին է սա։ Սա նրա մասին է, որ իրականում պետությունը պահելը քաղաքացու հոգսն է։ Ոնց որ տուն պահելը տանտիրոջ հոգսն է։ Բա ինչի է քաղաքացին ընդհանրապես տենց հոգս վերցնում իր վրա։ Մի պարզ պատճառով քաղաքացին իր նման ուրիշ քաղաքացիների հետ այդ հոգսի շուրջ համախմբվում է, որպեսզի համագործակցությամբ այդ հոգսը հոգալով ստանա որոշակի առավելություններ։ Որն է այդ առավելությունը, այդ առավելությունը բարեկեցությունն է, այդ առավելությունը անվտանգությունն է, այդ առավելությունը մեր գաղափարախոսության մեջ գրել ենք երջանկությունն է եւ այլն եւ այսպես շարունակ։ Եւ հարստացիր եւ հարստացրու կարգախոսը, գործունեության հավասար հնարավորությունն է, պաշտպանվածությունն է, օրենքն է, կարգ ու կանոնն է եւ այլն եւ այդպես շարունակ։ Հարստացիր եւ հարստացրու հասկացությունը, կարգախոսը հենց դրա մասին է, որ պետությունը նաև պետքա տեղ լինի, գործիք լինի, միջավայր լինի, որը մարդը պետքա ինքը ընկալի քաղաքացիների ամբողջությունը, որ ստեղծել են իրենք, որ այդտեղ գործելով հարստանան եւ հարստանան իրենք, հարստացնեն պետությանը։ Ոնց են հարստանում իրենք եւ ոնց են հարստացնում պետությունը։ Իրենք հարստանում են աշխատանքով, պետությունը հարստացնում են հարկեր վճարելով։ Եվ սրա հետ կապված հաջորդ մեր կարգախոսը, այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց։ Սա ինչի մասին է։ Սա մեր իրականության մեջ նեգատիվ ենթատեք ստացած որտեղ հաց այնտեղ կաց արտահայտությունը հայրենիքի պետության եւ մարդու հետ հաշտեցնելու մասին է։ Որովհետեւ մեր հաջորդ տպավորությունն է, որ մենք անդադ ասել ենք նեգատիվ իմաստով ենք ասել ենք մասնավորապես սա վերաբերվել է արտագաղթին։ Ասել ենք դե մարդիկ առաջնորդվում են որտեղ հաց այնտեղ կաց սկզբունքով եւ ըստ էության մենք դատապարտել ենք այս ընկալումը որտեղ հաց այնտեղ կացի, բայց մենք մեզ հարց չենք տվել, բայց մի րոպե մարդը իր երկրում, իր պետության մեջ, իր հայրենիքում ինչի պետք է հաց չունենա։
Եվ այստեղից է, որ էլի հայրենիք պետություն իրավակարգ հասկացությունը իրարից շեղվել են, իրարից փախել են, որովհետև ոնց որ հարստացիր եւ հարստացրուն դրա մասին է, որ պետությունը առաջին հերթին մարդու համար հաց ստեղծելու գործիքը։ Այն տրամաբանությամբ ասում են ոնց հացն ամենակ, բա հոգևոր արժեքը, բա մեկը մյուսը, բա այս հարցին իրական Հայաստանի գաղափարախոսությունը պատասխանում է հետևյալ կերպ, որ մարդը բարձրագույն արժեք է եւ մարդու կարիքները հոգալը առաջնահերթությունը։ Իսկ մարդու առաջնային կարիքը հենց հացն է, հենց սնունդն է։ Բայց երբ որ մարդը ունի բառից բուն իմաստով հաց, ինքը ավելի կարիք պետք է ունենա։ Արդեն բարեկեցության, հարմարավետության, անվտանգության եւ հոգեվոր մշակութային հաղորդակցության կարիք պետք է ունենա։ Եվ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե տեղ լինի, որը տենց ուրիշ տեղ հաց վաստակելու եւ այդ հացի մի մասը ստեղ բերելու միջավայր է, այլ հենց այստեղ հաց վաստակելու եւ այս մեկնարկային կետից կյանքի հետագա ամբողջ շղթան վայելելու տեղը եւ միջավայրը։ Եվ այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց, էլի եւս մի շտրիխ ավելացնում իմ ասածին։ Վերջինը հետեւյալն է, որ ապագան այսօրն է, այսօր սկսիր լինել այնպիսին, ինչպիսին ուզում ես լինել ապագայում։ Սա էլ ապագայի մասին մեր ընկալման փոփոխության խնդիրն է, որը կարծում եմ մի բանի հետ կապ ունի։ Մեր իրականության մեջ ամենաշատ արտահայտված բաներից, ցանկություններից եւ հարց, մաղթանք, ցանկություն, երազանք հետեւյալ լավա լինելու չէ, այսինքն այդ սա արտահայտում է ինչ, որ հետո է լավ լինելու։ Եվ մեր ամբողջ գործողությունները մի տեսակ այսօրվա մեջ բան են անում, նսեմացվում են, որ մենք խնդիր չենք դնում, այսօր պետք է լավ լինի։ Եվ դա լեգիտիմացնում է այսօր լավ չլինելու իրականությունը, որովհետև լավ այսօր չի լինելու, լավ լինելու է հետո։ Եվ մենք այս գաղափարաբանական փոփոխությունն ենք ուզում անենք, որ չէ լավ պետք է լինի այսօր։ Լավ պետք է լինի այսօր, բայց սա ունի երկու շերտ։ Առաջինը, որ մենք իմանանք, որ այսօր է լավ լինելու օրը, բայց կա նաև երկրորդ շերտ, որովհետև այսօրն էլ կատարյալ չի լինելու, ոչ մի օրը կատարյալ չի լինելու։ Մենք կյանքի նկատմամբ մեր դիտանկյունը փոխենք եւ այսօրվա մեջ էլ փորձենք գտնել այն պոզիտիվը, որը մեզ հնարավորություն կտա լիցքավորվել հենց այսօր դա զարգացնելու համար։ Որովհետև եթե այսօր ոչ մի բան չկա, որը մենք կուզեինք ապագայում տեսնել, ուրեմն ապագա էլ չկա, որովհետև ապագան պետք է այսօրվա վրա հենվի եւ այսօրվա վրա կառուցվի։ Եվ եթե նույնիսկ շատ դժվար է գտնել, մենք պետք է փնտրենք եւ գտնենք եւ պետք է ստեղծենք։ Հենց մանկապարտեզը դրա մասին է, որ ապագան այսօր է։ Կողքի դպրոցը դրա մասին է, որ ապագան այսօր է, որովհետև եթե կա այսօր լավ մանկապարտեզ, կա կողքը լավ դպրոց, կա կողքը լավ մարզադահլիճ, մարզասրահ, այդ նշանակում ապագան այսօր է։ Որովհետև եթե այդ մարզադահլիճը չկա, այդ դպրոցը չկա, այդ կրթությունը չկա, ինչի հաշվին պետք է ապագան լավ լինի։ Բացառված է, որ ապագան լավ լինի։ Բացառված է, եթե երեխեն գիտելիք չի ստանում, որը իրան օգնելու է, որ ինքը իր կյանքի համար վաստակի։ Եթե ինքը բավարար շարժունակություն չունի, որ ինքը առողջ լինի, ինչի հաշվին է լինելու ապագան լավ։ Ապագան չի կարող լավ լինի։ Եվ հետևաբար ապագայի հեռավորությունը պետք է կրճատել։ Այսօր է պետք ստեղծել այդ ապագան, եւ թերևս դպրոցներն ու մանկապարտեզները դրա ամենավառ օրինակն են։